չունեմ գշերութելուս։ Ես խիստ ես պատը դավրված։ Մեզ մոտ էսպես են ընդունված։ Ձեզ մոտ։ Երանում։ Պարզա։ Ծխես։ Կամպուկ։ Ու գիտես։ Ուզում եմ դուրս գալ։ Իսկ ես օրինակ մի բաժակ համից չէի հրաժարվի։ Իմ համար միևնույն է, ուզում եմ դուրս գալ։ Դուրս արի։ Այս որոշեցիր ինգերան ես։ Լապա, ես Էվանա։ Հայը։ Հայերը մեզ չեն սիրում։ Ինձ համար միևնույն է։ Զելիհա։ Ինչ ես փչում, կմեռն ես։ Քեզ ինչ։ Թե դու չես մեռնելու։ Կմեռն եմ, բայց ոչ հիմա։ Կմեռնեմ երջանիկ կյանքից հետո։ Իմ գեղեցիկ ու հարուստ ամուսնու կողքին։ Բազում զարդերով ու զավակներով շրջապատված։ Լսի ճիշտն ասա։ Աստվածներ են այդպես խոստացել։ Մի հեգնիր մեղք է։ Մեղք ասացիր, հա։ Մեղք։ Սիրեմ բարակիտաս, ինձ դուր է գալիս։ Դու շարունակում ես հեգնել։ Բոլորովին։ Դե լավ մի քիչ։ Ինձ այդ փորձի հասկանաս։ Խցում էլ բան չի մնում անելու։ Լսի, իսկ միգուցե օգնես ելք գտնենք այստեղից։ Չկա ավելի հարմարավետ վայր, քան այդ փակողին, որտեղ ես եմ հիմա։ Չեմ հասկանում։ Դու այնտեղ դրսում, լաններ, ծանքներ, քեզ սպասող մարդիկ չունես։ Ինչ տարբերություն։ Կարևորը սերն է, սիրելու ունակությունը։ Կարևորը երբ սիրում ես այն ինչ ունես։ Ու սիրահարվում էլ ամեն ինչ կատարվում է քեզ հետ։ Ես սիրահարված եմ ես պատերին, իսկ ես ատում եմ քեզ ու ես պատերը։ Ուզում եմ դուրս գալ։ Այն մարդիկ ու ես սիրում եմ այնտեղ են դրսում։ Իմ ապագա ամուսինը, ծնողներս։ Ախ, իմ խեղճ մայրիկ։ Նա հիմա երևի շատ անհանգստում։ Ախ, իմ խեղճ մայրիկ, հիմա նա երևի շատ անհանգստանում։ Լսի լավ է, որ սիրել գիտես։ Բայց ինչ ես այսքան մտահոգվում աշխարհի մասին։ Ես ոչինչ չեմ աղոթում աշխարհի։ Կարծում եմ դու ինչ ես հասկանում։ Աշխարհը թող ապրի ինձ իմացածով։ Դու փորձիր ավել հետաքրքիր հարևան լինել ինձ համար։ Գնա գրողի ծոցը։ Քեզ հետ ոչինչ չունեմ խոսել։ Դու ընդամենը քմահաճ ինքնահավան աղջիկ ես։ Թեկուզ եւ այդպես։ Բայց Քմաճ աղջիկն ունի այն, ինչ ես իսկապես սարերժշտ է։ եթե քեզ հենց այս փաթերն են պետք երջանկության համար։ Ուրեմն ես իմ վիճակը ավելի եմ գերադասում։ Չէ, սիրելի թռչնակ։ Իշկապիկ նախախելության բավարարվել։ Ես պարզապես սիրում եմ այն, ինչ ունեմ։ Ու ինձ պետք է հենց այն, ինչ ես ունեմ։ Բայց ես քո տարակուսի գրողի տարածում միայն քեզ է պատկանում։ Վախեցնում ես տարածքի դատարկությունը։ Ես մենակ եմ հուղա։ Անում եմ գլխաշորը, զարդերս, ամեն ինչ ենքան անգույն է թվում։ Դու ասում ես, որ քեզ պետք է հենց այն, ինչ դու ունես։ Իսկ եթե կա պահ, երբ չունենաս ոչինչ,
Չունեմ ոչինչ։ Ես սիրահարվում եմ ոչինչին։ Չէ, դու չես հասկանում ինչ է նշանակում ոչինչ։ Ոչինչ նշանակում է, որ չկա զգացմունք, չկա սեր։ Դու չես կարող սիրել, որովհետև սիրելու ունակությունը հեռացել է քեզնից, նեղացել է, հեռացել է։ Դու չես կարող սիրել։ Ես միշտ կարող եմ սիրել։ Ինձ բնությունը այդ սեր է տվել։ Անսահման, կրակոտ, վարակիչ սեր։ Դու ունես ամեն ինչ։ Գուցեև չունես, ես չգիտեմ։ Բայց ես չգիտես ինչի մասին եմ խոսում ես։ Ես խոսում եմ անմար սիրո մասին։ Այն սիրո, որն ապրում է ամեն տեղ։ Սերը չի կորում ու չի մեռնում։ Ինձ այնց դա ոչ ոք չի կարող խլել։ Դու հասկանում ես դա։ Զգում ես այն, ինչ ես խոսում եմ հիմա։ Կարող ես պատկերացնել, ինչպես են մկաններս խաղում իրար հետ։ Ինչպես է արյունս հոսում երեքներովս։ Չես կարող։ Չէ։ Չեմ կարող։ Որովհետև դու ապրում ես պատրանքների աշխարհում։ Միգուցե իմ աշխարհը անհետաքրքիր է, փոքր ինչ թախծոտ։ Միգուցե իմ աշխարհից ծխախոտի ու ալկոհոլի հոճիկ։ Միգուցե սիրել չգիտեմ քեզպես։ Ու շատերին չեմ գրավում։ Քո պես քո գրքով ու գրքոտ կիսաշրջած գեստով։ Բայց ես գիտեմ միայն որ այն ինչ մենք ունենք հիմա։ Մի օր ուղղակի չի, ինչպես և չի եղել մեզանից առաջ։ Ու գնացքի պես կանցնի կգնա կողքով։ Ինչ ես գնահատում ոչինչ։ Դու ես ամբողջ ընթացքում ընդամենը մեկ ծխախոտ հասցրեցիր ձեզ։ Իսկ դու ինչ ես անում, որ հասցնես ամեն։ Դու ինչ ես անում, որ հասցնես ապրել, ու որ գնալքը զուր տեղը, չգնա։ Ես գոնե հասցնում եմ վաղը կուլանակն ու ծխային իչորով։ Դու միայն խորհորդներ շոր այդել գիտես։ Հիմա չես եկել ինչպես օտարական։ Միշտակ սա ինչպեսի, այնպես իրև քո կայցարանն է։ Բայց դու տարբերություն սյուր ես այստեղ, որովհետև քեզ պատերը չընդունեցին, որովհետև դու չընդունեցիր ես պատերն ու ծխից խեղդվող առաստաղը։ Նրանք քեզ համար նեղ են, շունչը, չերի չափ նեղ։ Իսկ ես ճախվում եմ, բարձր, շատ բարձր։ Եվ ի վերջո, Որն է քո պատկերացրած պատրանքը, ինչպես ես դու դա զատում իրականից, ինձ չի հաջողում գտնել սահմանագիծը։ Շատ է քո իսնես, հա, քո կարծիքով ամեն ազատ ես, չէ։ Ինչ ես հարցնում, ինչ պատասխան ես եկում կարում։ Մարդկանցից ամեն խելացին ես։ Այնց դու ես տեսնում, հետ չի տեսնում, ոչ ոք։ Ես տեսնում եմ այնքան, ինչքան սահմանել եմ ինքս ինձ համար։ Ես ոչինչ եմ։ Ես այն ոչինչն եմ, որտեղ անսահման տեղ կա սիրո համար։ Դու ես հասկանամ։ Ես խելացի չեմ, դու ոչ ես գեղեցիկ։ Ես չեմ կարող լինել ազատ, բայց ես կարող եմ թռչել։ Ոչինչի մեջ անսահման լիություն կա։ Պարզապես պիտի կարգավորես դարակները։ Ինչ ես կարծում, որ քեզ չեմ հասկանում։ Որովհետև դու ի սկզբանե լիքն ես եղել։ Քեզ լցրել են։ Քեզ լցրել են։ Դեսի, գիտես որ
կյանքը սեր է։ Երկար եմ այդ սեր զգացած կաս։ Ինչի սկսեցի ես մասով։ Դե պարզ բան է, որևէ մեկին սիրել ես։ Ես դրան դեր չեմ հանդիպել։ Բայց դա հնարավոր չէ։ Միթե կույր ես։ Կամ չկա ձեր քաղաքում որևէ մեկ, ում դու սիրում էիր թաքուն։ Թաքուն հետևել։ Դա ճիշտը պատմի։ Հայրս հասած, որ քանի ամեն ինչ, որ ինձ ու քրոջը շուտ վերադարձնի ետ եղան, որպեսզի ամուսնաս միրանցի տվայի։ Հասած, որ կսպանի ցանկացած հայի, ով կհամարձակվի մոտենալ։ Ես հետևում էի նրան պատահում, երբ նա դուրս էր գալիս։ Ասում էի, չէ՞։ Դու երբեք չփորձացիր մտնել մանրամները հետ։ Երբ նա պատահական եկա նրա կողքին։ Մի քանի րոպեում մենք հասցրեցինք ամուսնանալ, փարել անձրևի տակ, համբուրվել, բաժանվել։ Կարողացա այդ ամենը իրականություն դարձնել։ Իրականություն։ Իսկ դու գիտես, որ քո այդ ասած իրականությունը գայացին չէ։ Իսկ դու երբևէ մեկին սիրած կաս։ Ես մի քիչ ծանր դեպք եմ։ Ես բոլորին սիրում եմ այնքան շատ, որ սիրել որևէ մեկին ավելի շատ դժվարանում է։ Դա կնշանակի բոլոր սերը կուտակելու։ Նվիրել նրան։ Չէ, բայց շատ դառնակ աղջիկն ես, հա։ Բոլորս խնդրենք։ Այլ հարց է, մեկ դա ուզում եք, թե ոչ։ Այլ հարց է, մեկ դա ընդունում եք, թե ոչ։ Այլ հարց է, մեկ համակերպում եք դրա հետ, թե ոչ։ Լսեք, արի օրինակ պատկերացնեք ես Արամն եմ։ Պատկերացնեք Ամրովատյան ես չէի ծխում կողքիդ, այլ Արամը։ Ինչ կանեիր, կամ չկասեիր։ Այ սկսեք ամենասկզբից, պարկի Չէ, դու լուրջ գիժ ես։ Ոնց կարան Արամը ստեղ հայտնվել։ Մեն հաջողությամբ ինչ-որ ես կամ դու։ Դե լավ, արի ուղղակի պատկերացնենք։ Լավ, արի։ Խաղոտս է վերջացավ։ Լավ, արի պատկերացնենք ունը։ Զելիհա, ինչու չես հազում։ Ինչ է, երբ փչում ես պետք է հազա։ Նորից։ Հեյ, քնել ես ինչը։ Ինչու չես հազում։ Լավ կներ ես, մոռացել է, այլի մեկ անգամ ենք խոսենք խնդրում եմ։ Վերջին անգամ։ Լավ է։ Լավ էր։ Բայց արի իմ այս կապես պատկերացնենք։ Զելիհա, դու հրաշք աղջիկ ես։ Ես քեզ վաղուց էի նկատել։ Դու երկար կանգնում էի պատմում մոտով հետևում աշխարհի։ Այն աշխարհին, որտեղ դու տեղ չունեիր։ Գիտեմ, որ հայրդ դրախտի հետ։ Գիտեմ, որ վախենում էի։ Գիտեմ, որ մեր բարքերը տարբեր են ու մեր իրությունը գրեթե անհնար։
Ինձ համար միևնույնն են սահմանները, որոնք մարդիկ գծել են մեր միջև։ Դու շատ սիրուն ես, ես քեզ ոչ չեմ թողնում։ Ես կսպանը։ Մեզ ոչ ոք էլ չի սպանի։ Ոչ ոք։ Այրես կսպանի։ Ես այսքան Չէ։ Մենք փախչենք։ Հեռու։ Շատ հեռու։ Այնտեղ որ հայրդ մեզ չի գտնի։ Ոչ ոք չի։